բացատրում ասոցիացիան քաղաքացիական պայմանագրի հետ։ Ես հիշեցնում եմ ֆակտորի մեկ վերեմետ հատվածը, որը օրեր առաջ էր ասել, Իմ քայլը այն դաշինքի անվանումն է, որը քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կազմել էր Երևանի ավականիում եւ ազգային ժողովի ընտրություններում նախորդ գումարման ազգային ժողովում եւ Իմ քայլը բրենդ է, որը քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է եւ հողում է անում ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6.1 մասին, որը ենթադրում է այն հիմնադրամները, որոնք աֆիլացվում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն գործունեությունը ընտրությունների վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու։ Ուրախ եմ, որ Դանիել Իոնիսյանը ինչ որ մի փուլում մի քանի տարի անց բացահայտել է իր համար, որ Իմ քայլը հիմնադրամը ասոցացվում է նախկին խմբակցության անվան հետ, նույնն է կրկնում է եւ այլն եւ այլն։ Եվ հիմա նման հայց է ներկայացնում, իսկ դա իրականում խախտում է թե ոչ Երևան դատարանում։ Դանիել Իոնիսյանի անկախ դիտորդ կազմակերպությունը դաշինք էր, թե ոչ դաշինք էր, գործում էր նաեւ 2022 թվականին եւ խնդրում եմ անպայման հարցրեք 22 թվականին Իմ քայլը հիմնադրամի անվանումը որևէ կապ ուներ Իմ քայլը համանուն դաշինքի հետ մոտ էր, թե այն ժամանակ տարբեր անուններ էին հնչում։ Խնդրում եմ իրանից հարցրեք, իսկ մենք մնացածը դատարանում կորոշենք։ Դուք հիմա պնդում եք, որ բացարձակ ոչ մի խախտում չեք տեսնում։ Ես մեջ բերեցի բոլոր օրենքները, որոնք վերաբերելի են տվյալ իրավիճակի համար եւ առնվազն իմ տեսակետից, իսկ ես մասնագետ չեմ, տպավորությունը այդպեսին է։ Դատարանում կերևա գուցե պարտվենք, գուցե ոչ։ Դա Երևան չեմ ուզում առաջ անցնենք իրադարձություններին եւ մեզ վերագրենք դատավորի դերակատարում։ Նաև Իոնիսյանի մասով կասեք պատասխանատվության ինչ տոն եք տեսնում իրավական ինչ։ Չեմ կարող, փաստաբանները կմշակեն, ես հիմա հայտարարում եմ, որ պարզապես մտադիր եմ եւ վճռական եմ իմ իրավունքները պաշտպանելու իմ որպես կին, իմ որպես քաղաքացի, իմ որպես ընտրող եւ իմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն։ Դուք նաև խնդիր չեք տեսնում, որ Տիկին Նազարյանը հանդիսանում է քաղաքացիական պայմանագրի անդամ եւ ձեր հոգաբարձությունը։ Ես խնդրում եմ ասուլիսից հետո բացել օրենքները եւ գտնել խնդիրը։ Չէ, ես ձեր գնահատականը, ձեր պատկերացումը։ Ես կարդացի օրենքը, կարդացի ԿՀ պարզաբանումը։ Իմ քայլի հիմնադրամի բոլոր աշխատակիցների վրա վստահ եք, որ որևէ մեկը քարոզչություն չի իրականացնելու հօգուտ քաղաքացիական պայմանագրի։ Այնպեսի հարց եք տալիս, դա սկզբունք է, որ մենք որդեգրել ենք որպես հիմնադրամ, եւ դա սկզբունք է, որը իմ ամեն հաջորդ հանդիպման, ամեն հաջորդ շփման մեջ հնչում է։ Այսինքն, եթե մենք ուզեինք քաղաքացիական, մենք ուզեինք որևէ ձևով առնչվել ընտրություններին եւ քարոզություն իրականացնել, դրա ձևը գիտենք, չէ՞։ Մենք որ Փաշինյանի կողքին էինք վերջին իր շրջայցերի ժամանակ։ Եվ նրա այդ շրջայցերը քարոզչական նպատակ չունեն։ Քարոզությունը սկսվել է։ Ինչպես։ Մենք քարոզչության փուլում ենք արդեն։ Ոչ հարցրեցին, բայց այդ բնական չի, դուք լրագրում Ինչն է բնական։ Ինչպես է ընկալվում։ Շատ լավ։ Դուք զբաղված եք քարոզչությամբ, դա այդպես է։ Դուք ընկալում եք, որ ես զբաղված եմ քարոզչությամբ, հրաշալի։ Փաշինյանի քարոզչական է։ Դուք հիմա կարող եք ինձ նայել եւ ընկալել ցանկացած բան, ոչ մի կերպ չեմ կարող ձեր ընկալումներին խոչել։ Եվ դուք ազատ եք ընկալել ցանկացած բան։ Տիկին Հակոբյանց մենք ընկալում ենք երկու բան։ Դուք Վիկտոր Փաշինյանի կինն եք, դուք Կարծեմ վերջին շրջանում բոլոր լրատվամիջոցները իմ մասին խոսելիս ասում էին երկարամյա զուգընկեր, ասում էին, ոչ ոք չի ասում այլևս Վիկտոր Փաշինյանի կին։ Ուրախ եմ, որ վերադարձել եք ուրիշ ձևակերպման, որովհետև արդեն 3 տարի բոլորը միայն այդպես են ձևակերպում։ Օրինականության խնդիր կար, չգիտեմ, դրա համար։ Դե եկեք հիմա օրինականությամբ խոսենք։ Ես փաստացի Օրենքներով խոսենք։